արևային էներգետիկան ընդունված է, ճանաչված է որպես մրցունակ ավանդական էներգետիկայի աղբյուրների համեմատ։ Հայաստանը առաջ է անցել Վրաստանից, Իրանից, նաև Ադրբեջանից։ Թուրքիան բավականին ակտիվ եւ մեծ ծավալով ծրագրեր է իրականացնում, սակայն Հայաստանը ես չեմ կարող ասել, որ հետ է ընկնում, եթե ասած մեկ շնչի հաշվով հաշվենք, էլի որ տնտեսության մեծություններով համադրելի չենք մենք Թուրքիայի հետ։ Ուզում եմ հատուկ նշել, որ ամենևին դեմ չեմ ատոմային էներգետիկայի գոյությանը եւ զարգացմանը, մասնավորապես Հայաստանում, այդուհանդերձ արևայինը ապացուցել է մրցունակություն եւ դեռ շարունակում է իր ինքնարժեքը կրճատել։ Միջուկային էներգետիկան ինքը բավականին ծախսատար է։ Մեկ անգամ ներդրում անելով դու բավականին մեծ ներդրում ես անում, տասնամյակների պետք է այսպես ասած հետ գնես, բայց դրանից հետո էլ ունես խնդիր ուտիլիզացիայի, այսինքն այդ ատոմակայանի վերջնական ապա մոնտաժման ծախսերը միևնույն է պետք է հաշվի առնես։ Անշուշտ ատոմակայանի դեպքում արդեն բավական լուրջ ծախսեր է պահանջում, տարբեր հաշվարկներում մինչև 7-ից 8 միլիարդ դոլար են հաշվում։